Ողջույն։ Մեդիակենտրոնի նախաձեռնությամբ մենք շարունակում ենք ավականու ընտրությունների ընդառաջ հեռուստաբանավեճերի շարքը։ Այս անգամ մենք կամփոփենք նախընտրական շրջանը, կանդրադառնանք հետընտրական process-ի վերահսկողության խնդիրներին։ Ես Արշալիս Մաղդեսյանն եմ, համակարգելու եմ բանավեճը, որին մենք հրավիրել ենք ավականու ընտրությունների մասնակցող բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին։ Այսօր տաղավարում են Հովհաննես Հովհաննիսյան ՕԵԿ, Արթուր Եղիազարյան ՀՅԴ, Մանուկ Սուքիասյան Առաքելություն, Ավետ Պողոսյան ՀԱԿ, Դանիել Իվանեսյան Բարև Երևան եւ Սերգեյ Բագրատյան ԲՀԿ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բանավեճը երկու փուլով է։ Առաջին փուլը առաջին մաս։ Յուրաքանչյուր մասնակիցն ունի 30 վայրկյան ժամանակ հակիրճ ամփոփելու նախընտրական քարոզարշավի փուլը։ Առաջին փուլ երկրորդ մաս։ Ես կուղեմ հարցեր յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչին նախընտրական շրջանի ամփոփման ընտրական process-ի վերահսկողության վերաբերյալ։ Պատասխանը լսելուց հետո մյուս մասնակիցները կմեկնաբանեն հնչեցված կարծիքը։ Յուրաքանչյուր մասնակցի խոսքի համար կա ժամանակային սահմանափակում։ Կանոնների հետ քննարկման մասնակիցները ծանոթացել են վաղօրոք։ Ժամանակին կարող եք հետևել այս էկրանի միջոցով։ Երկրորդ փուլ։ Այս փուլում միմյանց հարցեր են ուղղում քննարկման մասնակիցները նախօրոք տեղի ունեցած վիճակահանության միջոցով, որից հետո քննարկման մասնակիցները եւս հնարավորություն կունենան միմյանց ուղղելու հարցեր, բայց յուրաքանչյուր մասնակիցը արդեն ով կուզի եւ յուրաքանչյուր մասնակիցը մեկ անգամ։ Շնորհակալություն եւ այսպես կանոնները պարզ են, անդրադառնանք մեր բանավեճին, անցնենք բանավեճին։ Խնդրեմ պարոն Հովհաննիսյան 30 վայրկյանվա ընթացքում կարճ ներկայացրեք, ամփոփեք նախընտրական փուլը։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ ասել, որ օրինաց երկիր կուսակցությունը նախընտրական քարոզարշավը անցկացրեց շատ արդյունավետ եւ կարող եմ ասել, որ մենք գնահատում ենք այն գերազանց կազմակերպված, ինչի վկայությունը յուրաքանչյուր օր նոր երևանցիների արտահայտումն է մեր քարոզարշավին եւ այն հույսի ու հավատի դրսեւորումները, որոնք մեր երևանցիների կողմից Արմեն Երիցյանի եւ օրինաց երկիր կուսակցության հանդեպ մենք ամեն օր լսում ենք այդ արտահայտման։ Պարոն Եղիազարյան, Դաշնակցությունը նույնպես առավելագույն հնարավորության սահմաններում իրականացրեց քարոզարշավը, բայց մի խնդիր կար ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ բանավեճ ծավալել իշխող քաղաքական ուժի հետ չստացվեց։ Այսինքն չստացվեց մեկ պատճառը, որ չէին մասնակցում բանավեճի։ Այս առումով թերություն էր, որովհետեւ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենար ծանոթանալ ծրագրերին մրցակցային վիճակով եւ էթիկայով շատ ճիշտ չէր, եթե մենք ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ այդ բանավեճը իրականացնեինք։ Պարոն Սուքիասյան, շնորհակալություն, երկակի զգացողություններ առաջացել քարոզարշավը, մի կողմից կրկին բախվեցինք տխուր ավանդույթների հետ, հետապնդում, ծեծ, ջարդ, պլակատների հետ կապված զոռբայություն, այսինքն լավագույն տրադիցիաները շարունակվում են այդ առումով, մյուս կողմից աշխատանքը Երևանցու հետ ցույց տվեց, որ մեր քաղաքացին շատ ավելին է պատրաստ, քան մեր քաղաքական ուժերը, մեր քաղաքացու հետ կարելի է աշխատել եւ Երևանցին պատրաստ է շատ մեծ փոփոխությունների։ Պարոն Պողոսյան, շնորհակալություն, մեր քաղաքապետի տեխնացուն Վագն Խաչատրյանը լավ ծանոթ էր երևանցիներին իր արած գործերով, իր ամբասիր կենսագրությամբ, այնպես որ մենք քարոզարշավի ընթացքում քարոզչական առումով քիչ խոչընդոտների ենք հանդիպել, մենք գնահատում ենք շատ հրաշալի, հասարակությունը պատրաստ էր լսել մեր տրամաբանված խոսքը, իսկ ընդդիմախոսների հետ կապված կարծում եմ լավագույնս ներկայացում է այս դատարկ հանրապետականի տեղը, որը այդպես էլ դատարկ մնաց ամբողջ ընթացքում։ Ես ներկայացնեմ ուղղակի որ մենք հրավիրել ենք հանրապետական կուսակցության ներկայացուցիչին, ուղղակի նա այստեղ չի։ Դանիել։ Տեսեք, ինչպես միշտ իհարկե քարոզարշավի ժամանակ մենք ֆիքսեցինք բազմաթիվ խախտումներ, թե պետական մարմինների կողմից, թե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, թե ուրեմն 3 կուսակցությունների կողմից, հանրապետական Բարգավաճ եւ Օրինաց երկիր։ Հա, բայց այնուամենայնիվ մենք քարոզարշավի ժամանակ հստակ արձանագրեցինք, որ ընտրություններից հետո Երևանը դառնալու է լիովին նոր Երևան, արդեն երկուշաբթի օրը մենք բոլորս արթնանալու ենք նոր Երևանում։ Պարոն Բագրատյան, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրել էր բակային հանդիպումների ձևաչափը, իհարկե չհրաժարվելով նաև բանավեճերից եւ տարբեր հարթակներում, քաղաքական հարթակներում քննարկումներից։ Մեր հանդիպումների ընթացքը ցույց տվեց, որ մենք իսկապես գործ ունենք լուրջ քաղաքացու հետ, իսկապես քաղաքացիները պատրաստ են ընկալելու, որ ընտրությունները քաղաքական բնույթ ունեն,
հաշվի առնելով բոլոր այն հանգամանքները, որ պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի ավականին եւ ընտրված քաղաքապետը, բայց ցավոք սրտի այլ քաղաքական ուժերի հանիրավի մեղադրանքներ եւ սև PR-ը շարունակվեց մինչեւ վերջ։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, պարոն Հովհաննիսյան, թերևս առաջի հարցը ձեզ, առաջին փուլի երկրորդ մասում։ Ինչպես գնահատեք նախընտրական քարոզության շրջանը, ստեղծված էին բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ, հավասար հնարավորություններ։ Խնդրեմ։ Ուզում եմ ասել, որ գնահատականը հետևյալն է, նախընտրական քարոզարշավին բոլոր մասնակիցների համար կարծում եմ ստեղծված էին այդ պայմանները, այստեղ այլ հարց է, թե ով ինչպես եւ ինչքանով կարողացավ եւ ներգրավեց այդ գործընթացին։ Ուզում եմ ասել, որ մենք մասնակցել ենք բոլոր բանավեճերին, օրինակ երկիր կուսակցությունը բաց չի թողել որևէ հանդիպում, որևէ բանավեճ, իսկ հնարավորությունները կարծում եմ, որ հավասարաչափ էին եւ հեռուստատեսությամբ եւ, չգիտեմ, ընդհանուր բանավեճերի առումով եւ կարծում եմ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ այդ առումով դրական միտումներ կան, իհարկե մենք չենք բաց թողնում նաեւ այն բացասական դրսևորումները, որին մեր կուսակցությունը իր գնահատականը տվել է, խոսքը բացասական այդ երևույթների մասին է։ Շնորհակալություն։ Պարոն Եղիազարյան, անդրադարձեք խնդրեմ կարծիքին, համաձայն եք ստեղծված այն բոլորի համար հավասար պայմաններ։ Ոչ, միանշանակ ոչ, որովհետև հենց միայն նա, որ գործող քաղաքապետը օգտվում էր վարչական ռեսուրսներից, արդեն անհավասար պայմաններ են։ Այսինքն այն ինչը որ աշխատանքի բերումով պարտավորան են, դա նաև ծառայեցում էր քարոզչական նպատակներով։ Կարող են կողքից ասել, որ իբրև դրան չի ծառայում, բայց ակնհայտ էր փաստը, որ ծառայում էր միանշանակ, բացի այդ խոչընդոտներ էին նաև ստեղծում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների համար, որոնք բակային հանդիպումներ էին անում, որ այդ քարոզիչները, որոնք բուկլետներ են բաժանում, իհարկե չեմ ասի այն ծավալներով շատ մեծ բախներ, բայց ամեն բակում դա տեսան է, որովհետև համայնք համատիրություններ, դպրոցներ եւ բոլոր այդ կառույցները ծառայեցվում էին ընտրության գործող քաղաքական ուժի համար։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան։ Իհարկե, միանշանակ համաձայն եմ պարոն Եղիազարյանի հետ, ներողություն։ Այո, չկային այդ հավասար պայմանները, սկսած այն բանից, որ ես կարծում եմ հետագայում պետք է մենք բոլորս հանդես գանք օրենսդրական նախաձեռնությամբ, որ Երևանի քաղաքապետը նույնպես եթե գործող քաղաքապետը տեխնացու պետք է գնա արձակուրդ։ Ինչ է նշանակում աշխատանքի ժամին գնալ քարոզությամբ զբաղվել։ Թող գնա արձակուրդ եւ գնա քարոզությամբ զբաղվի, այդ բակերի լենտ կտրելու մյուսը թողանի նրան փոխարինողը։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ մթնոլորտին, նոր նշեցի, կրկին նույնպես այս անգամ տեղերում անհասկանալի մթնոլորտ, քարոզիչների հետ կապված ու առհասարակ թե բուկլետներ բաժանողների, թե պաստարկը ցնողների, թե բիլբորդ վահանակների անհամաչափության հետ կապված հավասարության մասին խոսք չկա։ Պարոն Պողոսյան, դե այս քարոզչական շրջանը ոչնչով չտարբերվեց ավանդույթ դարձած նախորդ ուրեմն իրավիճակներից, մինչև այսօր մեկ ակտիվիստներից մեկը պարկած է հիվանդանոցում ուղեղի ցնցումով, բակի հանրապետականները նրան բռնության էին ենթարկել, գիտեք, եւ այդպիսի դեպքերը բազմաթիվ են, մենք իհարկե սովոր ենք դրան, նորմալ ենք գնահատում, տենց էլ պետք է անեն, վերջին ճիգերն են իրենք գործադրում։ Դե ամեն շենքի մոտ, ամեն բակի մոտ մի փնթիկին հանրապետականից կանգնած լաչառություն են անում բնականաբար, դա էլ հանրապետականի այդ դեմքով էր ներկայանում մեր քարոզի ժամանակ, որևէ խոսք լիներ չի կարող այդ հավասարության մասին, ամբողջ արսենալն է օգտագործել հանրապետական կուսակցությունը, բռնաճնշումներ, կաշառք, կամքի վրա բռնանալ, ամբողջը մի խոսքով։ Շնորհակալություն։ Պարոն Եղիազարյան։ Տեսեք, իհարկե համաձայն եմ նախորդ 3 բանախոսների հետ, որ չկան հավասար պայմաններ, բայց ես կուզենայի անդրադառնալ այլ հանգամանքի։ Այստեղ շատ կարևոր է ընդդիմադիր ուժերի կամ նաև բարգավաճին համարած ոչ իշխանական ուժերի գործունեությունը, որովհետև անգամ այս ոչ հավասար պայմաններում կա շատ մեծ առավելություն, որ ունենք մենք եւ որը չունի հանրապետականը։ Դա ժողովրդի սատարումն է։ Այս տեսանկյունից այո անհավասարաչափ է, այո անհավասարաչափ է ընդդիմության օգտին, որովհետև հանրապետականը չունի ժողովրդի սատարումը, իսկ մենք ունենք։ Եվ այստեղ հենց մեր խնդիրն է, որ ժողովրդի ունեցած սատարումը, որը ժողովրդը շատ մեծ ուժ է, օգտագործենք եւ կարողանանք այդ սատարումը այնպես անել, որ արտացոլվի մայիսի 5-ի արդյունքում արձանագրվող թվերում։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Հիմնական կարծիքները կիսում եմ մեր գործընկերների, բայց կուզենայի հատուկ անդրադառնալ մեր բարև Երևան դաշինքի
ներկայացուցիչի հայտարարությանը կեղծիքների վերաբերյալ անհավասար դաշտի եւ մեղադրանքին Բարգավաճ Հայաստան կուսակցության հասցեին։ Այս պրակտիկան ճիշտ ասած արդեն երկար ժամանակ է այդ PR տեխնոլոգիան կիրառվում է եւ հատկապես Բարևիրյան դաշինքի կողմից հրճակելով իրենց ընդդիմադիր դաշտում, չգիտես ինչու, ավելի շատ ընդդիմադիր դաշտին են հարվածում, քան իշխանական։ Հասկանալի չի ներքին մղումները, հասկանալի չի այլ ուժերի հաշվին քվեներ վաստակելու այդ տեխնոլոգիան, համենայն դեպս մենք փորձելու ենք կոռեկտության եւ զսպվածության սահմաններում մեր քարոզարշավը եւ նույնիսկ հետընտրական գործընթացը իրականացնել։ Զուսպ եւ հավասարակշռված։ Շնորհակալություն։ Պարոն Եղիազարյան, հարցս ձեզ, ավարտում է, այսինքն նախընտրական փուլը եւ դուք, ինչպես եւ մյուս կուսակցությունները հանդիպում ունեցաք ազգաբնակչության հետ, Երևանի բնակչության հետ։ Այս ընդդիմությունը պարբերաբար խոսում է նրա մասին, որ հնարավոր է լինեն կեղծիքներ։ Այս անգամ կեղծիքների հավանականություն, ինչպես ասում են դրություն, դրանք բարձր են ձեր կարծիքով, դրանք վերահսկելի են ընդդիմության կողմից։ Եվ ի վերջո երևանցիները տրամադրված են մասնակցել ընտրությանը առանց իրենց նկատմամբ, այսպես ասած, օրենքից դուրս մեխանիզմների կիրառման։ Խնդրեմ։ Միանշանակ դժվար է հարցին պատասխանելը։ Դժվարանում եմ, ճիշտ ասած, հիմա պատասխանել էլի այդ հարցին։ Ընտրակեղծիքների մասով ինչ եք կարծում, հնարավոր է։ Միանշանակ լինելու է, որովհետև նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ երբեք առանց ընտրակեղծիքի չի եղել։ Հիմա մենք ամեն քայլ եւ փորձում ենք նաեւ ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցելով, այնպես անենք, որ ընտրակեղծիք չլինի։ Դա ինչքանով կհաջողվի, դա կախված է նաեւ ժողովրդի կամքից, ժողովրդի մասնակցությունից։ Որպես կանոն, տեղական ինքնակառավարման ընտրություններում մասնակցությունը ավելի ցածր է, քան համապետական։ Այսինքն մենք պիտի սրան հատկապես ուշադրություն դարձնենք, որ թվերի արհեստական աճ տեղի չունենա։ Եթե ինչքան մասնակցում են, այդ թվերը պահպանվում։ Եթե սա եղավ, ընդդիմությունը միանշանակ հաղթելու է։ Պարոն Սուքասյան, անշուշտ այնպես չի, որ գործող իշխանությունը գնաց տունը քնեց, գիշերը լավ երաս տեսավ եւ առավոտվանից ասեց դե լավ վերջ ենք տալիս ընտրակեղծիքներին, մենք փայլուն ռեյտինգ ունենք ու եկեք մաքուր արդար ընտրություններ կատարենք։ Իհարկե մենք չունենք նման պատրանքներ, սակայն այստեղ խնդիրը ոչ թե հերթական անգամ կանխատեսելն է, որ այլ նույն բանն է լինելու, այլ փորձել գոնե այս անգամ դրա դեմ առնել։ Նախկինում ոչ մի անգամ նման իրավիճակ չի եղել տեղամասային հանձնաժողովներում։ Դա լինելու է 4 հանձնաժողովի անդամ, 5 վստահված անձ, ոչ իշխանական ուժերի դաշտից, եւ դա լիովին բավարար է համագործակցված ցանկացած ընտրակեղծիք եւ թվանկարչություն կանխելու։ Եթե մենք դա էլ չենք անելու, հարց է առաջանում, առաջիկա 4 տարում, երբ որ ոչ մի համապետական ընտրություն չկա, այս գաղձ մթնոլորտում մենք ինչ ենք անելու։ Շնորհակալություն։ Պարոն Պողոսյան։ Մի նկատառում, պարոն Սուքասյան, դուք խոսում եք ընտրությունների օրվա վերաբերյալ, որտեղ կարծում եմ այդ օրը իսկապես հնարավոր կլինի այդ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի միջոցով ընտրակեղծիքների ծավալը հասնել մինիմումի։ Սակայն ընտրությունները միայն այդ մեկ օրը չեն, եւ եթե ամբողջ շրջանն ենք նայում, կարելի է ֆիքսել, որ ընտրություններն արդեն կեղծված են։ Հանրապետականի կողմից ընտրություններին մասնակցում է մի մարդ, որը սեփական ձեռքով հայտարարագրել է արդեն դարձել է 10 միլիոն այդ ունեցվածքը փորձագետների գնահատականներով եւ ուրեմն դատախազությունը ընդունել է վարույթ այդ գործը եւ հանձնել է ՀՔՑ-ին։ Այդ առումով, երբ որ քաղաքական ուժերի հետ հանցագործներն են մասնակցում ընտրություններին, իհարկե պետք է հանցագործների հետ ընտրությունները կեղծվեն եւ բնականաբար հավասար պայմանների մասին խոսքներ չի կարող։ Պարոն Յանիսյան, ձեր կարծիքը։ Ես իհարկե համաձայն եմ Պողոսյան Ավետի հետ, որ ընտրակեղծիքը ոչ միայն լինում է քվեարկության տեղամասում, քվեարկության օրը, այլ նաև դրանից դուրս եւ դրանից առաջ։ Տեսեք, ես չեմ ուզում իհարկե մանրամասն անդրադառնալ նախընտրական փուլում Բարգավաճ Հայաստանի կատարած բոլոր խախտումներին, ես չեմ կարծում, որ մենք այստեղ դրա համար ենք հավաքվել։ Դրանց մասին նաև ԿՀ-ում է հաղորդվել, ԿՀ-ն էլ է արձանագրել, որ նաև Բարգավաճ Հայաստանն է խախտումներ անում, բայց ես չեմ ուզում մենք հիմա դրա վրա սևեռվենք։ Ես իրոք հույս եմ հայտնում, որ 4 հանձնաժողով չէ, փաստեր եւ ԿՀ-ն արձանագրել է, որ այո, խախտումները կային։ Ուրեմն ես իրոք հույս եմ հայտնում, որ ընտրական տեղամասերում 4 առնվազն հանձնաժողովի 4 անդամ եւ 5 վստահված անձ համագործակցելու են եւ չեն թողելու որևիցե ընտրախախտում ընտրական տեղամասում եւ գոնե դրա ինչ որ փոքր շրջակայքում։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան։ Մենք նախընտրական փուլում հայտարարություն արեցինք, որ անելու ենք ամեն ինչ ընտրական գործընթաց վերահսկելու համար, ինչպես գիտեք, մենք նաև տեսաձայնագրելու ենք ողջ
ընտրությունների ընթացքը եւ ներսում եւ դրսում, եւ սա բավականին լուրջ ռեսուրս կապահովի ազատ ընտրությունների անցկացման, այսինքն խնդիրը այն մասով իշ մասով որ վերաբերում է քվեարկության օրվան քվեարկության սերինակի քվեարկությունից սերինակից դուրս հատվածին բավականին տեսանելի կլինի մեր դիմադիր քաղաքական ուժերին խնդիր կառաջանա այդտեղ իհարկե այն ինչ որ նշեցին մեր ընկերները մինչև տեղամաս հասնելը այսինքն այդտեղ վերահսկելը շատ բարդ է բնականաբար այդ գործընթացները որ մենք նախ տեսնում ենք եւ մտածում ենք որ դա տեղի կունենա շատ բարդ է այդտեղ կարողանալ վերահսկողություն սահմանել այդտեղ ավելի շատ քաղաքացիական հասարակություն դերակատարում պիտի ունենա շնորհակալություն պարոն Հովհաննիսյան ես ուզում եմ ասել որ օրինակ երկիր կուսակցությունը մշտապես կողմ է եղել եւ կարողացել է իր հնարավորությունների սահմաններում անցկացնել ազնիվ արդար ընտրություններ եւ ես այս անգամ էլ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ մենք եւ տեղամասում հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձանց եւ հարակից բոլոր շրջանակներում ամեն ինչ անելու ենք որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է արդար ազնիվ ընտրությունների եւ ժողովրդի քվեով ստացված ձայների բաշխումը քաղաքական դաշտում եւ Երևանի քաղաքային իշխանության ձևավորման գործում այսինքն մենք ուզում ենք որ մեր ժողովուրդը վստահ լինի որ իր ձայնը ոչ միայն լսելի է այլ նաեւ հաշվի են նստելու բոլորը իր տված քվեի հետ Շնորհակալություն պարոն Սուքեսյան հարցս ձեզ Անդիմության ներկայացուցիչները բազմիցս նշել են որ Երևանում հնարավոր է հասնել հաղթանակի քանի որ մայրաքաղաքում վերահսկողությունը ընտրատեղամասերում ավելի հեշտ է իրականացնել իսկ ընտրակաշառքի գործոնը քաղաքացիների շրջանում ավելի ցածր է ոչ իշխանական ուժերը ամեն դեպքում չհամախմբվեցին միասնական դաշինքով չմասնակցեցին ընտրություններին այս պարագայում ինչպիսի միասնական վերահսկողության տարբերակներ եք դուք տեսնում կան բանակցություններ ռեալ թե հույս կա որ ուղղակի տեղում կհամագործակցեն Շնորհակալություն Բացի նրանից որ մենք առաջարկ ենք ներկայացրել բազմիցս դրա մասին խոսել ենք երևի թե հիմա այլևս էլ վարկ չկա դրան անդրադառնալ իհարկե դա հենց այնպես ապրիորի երեն չի ստացվելու դա պետք է համաձայնեցված լինի հասկանալի լինի տեսնենք միասին քննարկենք թե որ տեղամասերն են առավել խոցելի եւ առավել վտանգավոր որտեղ է պետք է ընտրոնացնել այդպես ասենք շակերտների մեր մատյան գնդերը այսինքն ինքնաբերաբար ոչինչ չի ստացվելու եւ եթե այս նախընտրական փուլում չի ստացվել գալ որևիցե կոնկրետ թեկուզ փաստաթղթային համաձայնության ոչինչ չի խանգարում որ քվեարկության նախորդող օրը լինեն հստակ պայմանավորվածություններ բացառապես ընտրությունների արդար ընթացքը վերահսկելու հետ կապված եթե դա լինի փոքր-ինչ հնարավորություն կա որ այդ նախկինում գործած ավանդույթները այս անգամ փոքր-ինչ շատ է կկասեցվեն եւ կունենանք ռեալությանը մոտ պատկեր ընտրությունների վերջնարդյունքում Ավետ Հայազգային կոնգրեսը դեռևս 2009 թվականից այդ առաջարկությունով հանդես է եկել եւ այդ մոտեցման ջատագովն է եղել եւ գիտեք 2012 թվականին այդ ֆորմատով միասնական շտաբ ձևավորվեց, որին մասնակցություն բերեցին Հայազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը եւ Դաշնակցությունը, ցավոք սրտի մեր մյուս ընդդիմադիր գործընկերները ստորագրելուց հետո դուրս եկան դրանից եւ այժմ նորից այդ խնդրի առաջ է կանգնած դա հասարակական պահանջ է կարելի ասել եւ մենք պարտավոր ենք այդ հասարակական պահանջը բավարարել այո ընտրությունների օրը պետք է ամեն ինչ անել որ քվեատուփում հայտնված քվեն հայտնվի նաեւ արձանագրություններում Շնորհակալություն Դանիել Նախ սկսեմ նրանց, որ բարի Երևան դաշինքը այս անգամ անում է մի բան, ինչը նախկինում ոչ մի ընդդիմադիր ուժ չի արել, մենք համարյա բոլոր ընտրական տեղամասերի ուրեմն պարկերը բացել ենք տալու եւ վերահաշվարկ ենք անելու։ Համարյա բոլոր տեղեր փորձելու ենք ստուգել արդյոք ընտրության եկածները գոնե գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում, այսինքն արդյոք չկան մարդիկ, ովքեր բացակայել են Հայաստանի Հանրապետությունից կամ մահացած են եւ եկել են ընտրության, հա։ Ինչպես հայտնի է որ լինում է Դա առաջին, երկրորդը կանրադառնամ։ Երկրորդը, ուրեմն ինչ վերաբերվում է ընտրական տեղամասերին, հա, գործող ընտրական օրենսգրքով ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը ունի լծակներ վերահսկելու մատյանները եւ դրանց մեջ կատարվող բոլոր գրառումները գրառման կատարելու ընթացքում։ Եվ ես կարծում եմ, որ պետք է ուժերի վստահված անձինք իրար էլ վստահեն եւ այդ վերահսկողությունը կարողանան իրականացնել։ Խնդրեմ, պարոն Բագրատյան, տեսնում եք այդ հնարավորությունը։ Պարոն Պողոսյանի կարծիքին, որ այն մեխանիզմը, որ աշխատեց ազգային ժողովի ընտրությունների ժամանակ մենք ի վիճակի ենք կիրառել նաև այս ընտրության ընթացքում բացառելու համար հնարավորինս ընտրակերտիկները
այդտեղ վերահսկողությունը այդ փորձը մենք այլևս ունենք։ Իմ համար խիստ կասկածելի ավելի շատ խոսող, քան գործանող կուսակցությունների պահվածքը, որովհետև ես փաստեր ունեմ եւ պետք է եղած ժամանակ կարող եմ ներկայացնել, որ հաճախ իրենց տեղերը զիջում են Հանրապետական կուսակցությանը անցած խորհրդարանական ընտրությունների նման փաստեր մենք ժառանգության հետ կապված ունեցանք։ Իմ մտավախությունն այն է, որ այս անգամ էլ նման փաստեր կարող ենք ունենալ, բայց այն ուժերը, որոնք ստուգեն այդ ընթացքում բնականաբար նման խնդիր չեն ունենում։ Վստահ եմ, որ այս երեք ուժերը առնվազն կապահովեն բավականին թափանցիկություն եւ վստահություն։ Պարոն Հովհաննիսյան, այդ վերահսկողության մեխանիզմը հնարավորություն դուք տեսնում եք, որովհետև քիչ ժամանակ է մնացել։ Գիտեք, վերահսկողությունը ուզում եմ ասել, այսօր մեր գրասենյակներ հաճախում են մեր կուսակցականներ կամ համակիրներ, անձամբ երեք ես նման մի մարդու հետ հանդիպում ունեցա, որը մեր կուսակցականն է, բայց նրա ընտանիքի երկու անդամները քաղաքում չեն, հանրապետությունից դուրս են գտնվում եւ նա եկել էր ասում էր ես ունեմ լուրջ մտահոգություն, թե այդ երկու ձայները հանկարծ չփորձեն, որովհետև այսօր բոլոր կուսակցությունները այցելում են, դռնեդուռ են իրականացնում, հարցումներ են իրականացնում եւ բոլորի մոտ կա այդ ինֆորմացիան, տեղեկատվությունը, թե ովքեր են գտնվում հանրապետությունից դուրս։ Այսինքն մենք կարծում եմ պետք է նախ եւ առաջ ընտրական հանձնաժողովում հայտարարենք բոլորս, որ ստույգ գիտենք, թե տվյալ ընտրատեղամասում ինչքանն են բացակայում եւ շատ լուրջ պետք է վերահսկողություն իրականացվի ընտրողների քանակի։ Պարոն Եղիազարյան, Համագործակցությունը լրիվ հնարավոր է քաղաքական ուժերի մեջ։ Մենք դա հեղափոխական դաշնակցությունը դեռ նախընտրականի սկզբից փորձեց միասնականություն ապահովել, ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց, բայց ոչինչ դեռ կորած չի։ Ընտրական գործընթացի ժամանակ եւ հետընտրական շրջանում կարելի է համագործակցել։ Այստեղ ամենակարևոր գործոնը պետք է այսօր վստահ լինենք, որ քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերը ավականու իր համապատասխան տոկոս ավակելուց հետո իշխանության գլխավոր քաղաքական ուժի հետ, այսօրվա գործող քաղաքական ուժի հետ կոալիցիա չեն կազմի։ Մենք դա պաշտոնապես հայտարարել ենք։ Դրանով հանդես նաև պարզ կլինի մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը ինչքանով են ընդդիմադիր։ Բայց կարող է լինել, որ իսկապես ընդդիմադիր են, բայց անհատական մակարդակում ինչ-ինչ տեղ թույլ օղակներ լինի։ Այստեղ պետք է համագործակցենք մեկս մյուսին փակելու։ Շնորհակալություն։ Պարոն Պողոսյան, հարցը ձեզ։ Ուզում եմ անդրադառնալ ավականու ձևավորում են այս 40% պլյուս 1 համակարգին, որը կա արկա է մեզանում եւ նշված եւ դրանից հետո ով որ հավաքեցավ, որ կուսակցությունը որ հավաքեց այդքան տոկոս, 10% բոնուս է ստանալու եւ ձևավորելու է ավականի մեծամասնություն եւ քաղաքապետը ըստ այդմ։ Այս պարագայում ինչպես եք պատկերացնում ոչ իշխանական ուժերի հաղթանակի հնարավորությունը։ Կա այդ հնարավորությունը, եթե անգամ նրանք հավաքեն 55%, ամեն դեպքում, եթե իշխող կուսակցությունը հավաքում է վերցնում է 40+1-ը, արդեն իրանք փոքրամասնություն են։ Օրենքը հենց խոսում է այն մասին, որ հանրապետական կուսակցությունը իմանալով իր ռեալ ռեյտինգի մասին Երևանում, նույնիսկ օրենքը ընդունելու ժամանակ, եթե չեմ սխալվում 2008 թվականին, պատկերացնում էր, որ նույնիսկ այդ ամբողջ ընտրակեղծիքների հզոր մեքենայով չի կարողանալու ռեալ 50% ձայնն ապահովել, այսինքն ոչ թե ռեալ, այլ ընտրակեղծիքներով ապահովել, եւ այդ շեմը իջեցրեց 40-ի, դա իհարկե որևէ տրամաբանության չի ենթարկվում, ինչ վերաբերում է ձեր ասացին, խնդիրը շատ հստակ է։ Հանրապետական կուսակցությունը չպետք է ստանա ժողովրդի քվեն։ Չի կարող մարդը ինքնակամ գնա եւ հանցագործների օգտին քվեարկել։ Չի կարող մարդը գնա ինքն իր դեմ քվեարկել։ Միայն դա հերիք է, որ ոչ իշխանական քաղաքապետ ունենանք, ոչ հանրապետական քաղաքապետ ունենանք Երևանում։ Դանիել, հնարավոր է հաղթանակել այս պարագայում։ Տեսեք, այո, հնարավոր է նախ, երկրորդը անգամ այն իրավիճակում, եթե հանրապետական հավաքի ընդհանրեն 45% եւ մնացած բոլորը 55%, խնդիր չկա, մենք կգնանք սահմանադրական դատարան կապացնենք, որ նորմը հակասահմանադրական է եւ քանի որ ժողովրդի մեծ մասը վստահում է այս ուժերին եւ ոչ թե այն ուժին, ուրեմն այս ուժերը կունենան քաղաքապետ։ Այստեղ ես մեծ խնդիր չեմ տեսնում, այս խնդիրը լուծելի է։ Ինչ վերաբերվում է այնուամենայնիվ վերադառնալով ընտրական տեղամասերում խախտումների վերահսկման, ես ուզում եմ ասեմ, որ սա նաև շատ մարդուց է գալիս, հա։ Օրինակ նախորդ ընտրություններին ես ուրեմն արձանագրվեց մի դեպք, ես ինքս ականատես եղա, թե ինչպես էր հանրապետական կուսակցության անդամը, դուք պատկերացնում եք Ռաֆի Հովհաննիսյանի ձայները պահում։ Ես մտա տեղամաս եւ ես տեսա, որ Ռաֆի Հովհաննիսյան ձայները պահում է հանրապետական կուսակցության անդամը։ Ես զարմացած էի, բայց ես հիացած էի։ Դա իսկականից մարդուց է գալիս։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Այս համակարգին եւ հաղթանակի հնարավորությանը։ Ես
շատ համաձայն եմ մեր գործընկերոջ այն մտքին, որ այդ բոնուսը արդարացված չէ, վստահ եմ, որ միջազգային պրակտիկա չպիտի որ այդ փորձաքննությունը անցած լինի։ Իհարկե պետք է նայել, պետք է քննարկել նաև տեսնել իսկապես միջազգային պրակտիկայում ընդունված է բոնուսային նման մոտեցումը, բայց որ արդարացի չէ, իմ կարծիքն է դա, ես չեմ համարում արդարացի, որովհետև 50% նշանակում է 50%։ Ես դեռևս որպես տնտեսագետ չեմ տեսել, որ 50% հավասար լինի 40%-ի։ Դա մի քիչ անհասկանալի է եւ երկրորդն էլ Այ իմ ասած կոնտեքստում ես չեմ զարմանում մեր երկրորդ գործընկերոջ կարծիքին, որովհետև իսկապես հանրապետականը պահել է ժառանգության ձայները, ռաֆի ձայները։ Հա, եւ այդտեղ երևի պետք է նայենք որպես բարություն, որպես կոնտեքստը փոխեցիք դա։ Չէ, ոչ շնորհակալություն պարոն Հովհաննիսյան։ Հաղթանակի հնարավորությունը այս պարագայում եւ ինչպես է գնահատում։ Այո, դուք շատ ճիշտ նշեցիք, մենք մեր թիմը, մեր քաղաքական կուսակցությունը մասնակցում է ընտրություններին հաղթանակի վճռականությամբ, քանի որ այն բոլոր հանդիպումները, իրական բակային հանդիպումները, որ ունեցավ թե Արմեն Երիցյանը եւ թե հավաքանու մյուս անդամները, տալիս են մեզ այդ վստահությունը եւ այդ հույսը, որովհետեւ յուրաքանչյուր հանդիպման մենք ունեցել ենք մարդիկ, որոնք զանգահարել են գրասենյակ, ասել են այսօր որտեղ է լինելու Արմեն Երիցյանը, որտեղ մարդիկ ուզում էին անկախ բնակության վայրից ունենալ հանդիպում, որովհետև շատերը հույսը եւ վաղվա իրենց օրը, իրենց երեխաների ապագան տեսնում են իրոք լավ քաղաքապետի գլխավորությամբ։ Շնորհակալություն, պարոն Եղիազարյան, անդրադարձեք։ Ես վստահ եմ, որ ընդդիմությունը մեծամասնություն է կազմելու։ Ես չեմ ուզում այս ընտրությունը համատեմ նախագահականի հետ, ավելի կհամատեմ ազգային ժողովի ընտրությունն հետ, երբ որ Երևանում հանրապետական կուսակցությունը շատ բավականին ցածր ձայներ հավաքել, 36, 37, 30, չգիտեմ, այդ կողմերն, այսինքն այդ սահմանված 41%-ը, իսկ մենք հիշում ենք ինչքան ռեսուրսներ ներդրեցին, բայց չհասան դրան։ Հետագան ցույց տվեց, որ ժողովուրդը ավելի ընդդիմադիր է դարձել, ավելի դժգոհ է դարձել եւ ես վստահ եմ, որ նույնիսկ այդ անցյալ տարվա ազգային ժողովի համամասնական շեմը իրենք այս անգամ չեն ունենալու։ Ես կատում։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան, ձեր կարծիքը։ Մինչ կարծիքս արտահայտելը կփորձեի ցանկանայի մի քիչ զարմանք հայտնել պարոն Բագրատյանի ասածի հետ կապված, որ չգիտես ինչու առաքելությունը ենթադրում եմ չդիտարկվեց այն ուժերի շարքում, որը կարող է պայքարին համատեղ մասնակցություն ունենալ։ Փորձի իմաստով։ Բայ, լավ, այդ պարագայում համարեք թյուր ընկալում։ Փորձի, բայց պատրաստակամության առումով ոչ ոքին չենք զիջում։ Շնորհակալություն, առնվազն տերմինը կիրառելու համար։ Անշուշտ այս պարագայում որքան էլ որ բարձր բաժակաճառեր ասում ընդդիմության համագործակցության մասին, դա եթե տանունի չի դառնում ռեալ գործ, արդյունք իրականություն, մնում է ուղղակի ասել ափսոս շանս էր, որը չօգտագործվեց։ Անշուշտ աբսուրդ է այդ 40% եւ այլն եւ այլն։ Դա երևի թե նկատի ունեցել են երկրների օրինակը, որտեղ ոչ մի կուսակցություն գործնականում չի կարողանում տեղական ինքնակառավարման մարմիններում 50% մեկ ձայն ապահովել, բայց մեր իրականության պայմաններում ակնհայտ է թե դա ինչ նպատակով է ստեղծվել։ Շնորհակալություն։ Դանիել, հարցը ձեզ։ Լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց առայն, որ մարզերից մարդկանց բերում եւ գրանցում են Երևանում։ Ամեն դեպքում կուսակցությունները պետք է որ հատկապես ընդդիմադիր եւ ոչ իշխանական պետք է որ հետաքրքրված լինեն եւ իմանան թե ինչումն է խնդիրը։ Դուք հետաքրքրվել եք այս հարցով։ Արդյոք նման բան կա, արդյոք դա համապատասխանում է իրականությանը։ Տեսեք ինչու նա խնդիրը։ Իրականում խնդիրը նրանն է, որ ենթադրենք ես իմ մի բարեկամինով գրանցված է որևիցե մարզում։ Ասում եմ, գիտես, ես առաջադրվել եմ, ես տեխնացու եմ, արի գրանցվի մեր տանը մի երկու ամսով։ Կգնաս ինձ կընտրես, հետո էլի կգնաս կվերագրանցվես ձեր տանը։ Այստեղ օրենքի խախտում չկա։ Շատ ցավալի է, որ մեր կուսակցությունները դիմում են այդ մեթոդիկային, բայց ցավոք սրտի այստեղ օրենքի խախտում չկա։ Օրենքի խախտումը պետք է ման գալ այլտեղ։ Թե Երբ որ նույն գործընթացը տեղի ունենում ահռելի մասշտաբների, դա նշանակում է, որ այստեղ կիրառվում է վարչական ռեսուրս, որ այստեղ շատ մեծ գումարներ են օգտագործում սա ապահովելու համար, ի վերջո այդ ընտրողներին տանել բերելու համար, ընտրողներին անվճար ծառայություն մատուցելու համար, եւ որտեղից այդ գումարները, արդյոք այդ գումարների ծախսումը չի հակասում ընտրական օրենսգրքին, իսկ ես ասում եմ, որ հակասում է։ Այսինքն խնդիրը իրականում այստեղ է, եւ ոչ թե ինքնին մեկ կամ երկու քաղաքացու բերել։ Պարոն Բագրատյան, ձեր կարծիքը եւ համաձայն եք Դանիելի նշած Մենք այդ խնդրի դեմ նորից եմ ասում, մենք խոսքի կուսակցություն չենք։ Մենք կոնկրետ փաստերով արդեն ներկայացրել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մատնանշել ենք հասցեն, որտեղ
գրանցված է 1 տան վրա 27, 30 կամ այլ տվյալներ։ Այդ տվյալները հենց հիմա ճշտվում են։ Մեզ առնվազն վաղը տեղեկացնեն դրա հավաստիությունը։ Այսինքն մենք հստակ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ունենք նման ինֆորմացիա։ Բնականաբար շատ բարդ է այդ երբ որ մեր ընկերոջ ասածպես համաձայնեցված է լինում, այլևս դժվար է լինում դա հիմնավորելը եւ կարողանալ հանել, բայց կան դեպքեր, երբ որ նույնիսկ մարդը տեղյակ չի, որ այդտեղ գրանցված են X թվով մարդիկ, այստեղ անելիք ունենք բոլորս, որովհետեւ օրինակ մեզանից յուրաքանչյուրը առնվազն իր տեղամասի հարակից հատվածներում տիրապետում է մոտարապես բնակության թվին, տիրապետում է այդ տարօրինակ բան չի կարող լինել, այսինքն մեր տարածքում օրինակ մի բնակարանի վրա 5-6-ից ավել մարդ չկա գրանցված։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, դուք նման տվյալներ ունեք, դրանք համապատասխանում են իրականությանը, հետաքրքրվել եք։ Իհարկե, ես մի քիչ առաջ իմ խոսքում ասացի, որ մենք իրականացրել ենք հարցումներ, հանդիպումներ, բակերում, շենքերում, եւ ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել այն մասին, որ մենք շատ լուրջ վերաբերվելու ենք առավելապես այն տեղամասերում քվեարկության արդյունքներին, որտեղ որ կլինի 60-65%-ից ավել մասնակցություն։ Այսինքն դա մեզ համար արդեն իսկ կասկածի տեղիք է տալու եւ մենք նույնիսկ անհրաժեշտության դեպքում բացել ենք տալու տվյալ քվեարկության ողջ ամփոփը, որովհետև մենք ունենք տեղեկատվություն եւ նույնպես մեր խողովակներով, այսպես ասած, ճշտումներ ենք իրականացրել եւ ստույգ գիտենք, կարելի ասել, թե որ տեղամասում ինչքան մարդ կա, որ կարող է այսօր մասնակցել։ Պարոն Եղեզարյան, Աչքի առնելով օրինակ ես որ ներգրաված եմ նաև շտաբային աշխատանքներով, միանշանակ մենք այդ աշխատանքները իրականացնում ենք, փորձելու պարզել նմանատիպ դեպքերի առկայությունը։ Եվ այո, բոլոր տիպի դեպքերից էլ կան։ Քանակային առումով այս բանը ես չեմ կարող ասել, եթե հաշվենք, որ մինչև հիմա նախնական ցուցակներն էին, այսօր եւ վաղը կլինի վերջնական ցուցակները, կտեսնենք նախագահական ընտրության հետ համեմատած ամեն տեղամասում ինչքան թվային աճ է տեղ ունեցել, անձերի ինչքան փոփոխություն ա եղել։ Ես ձեզ ասեմ, հիմա որոշակի ճշտում զտումներ արել ենք, դրա հիման վրա ուսումնասիրություն որ արել ենք, մենք օրինակ հայտնաբերել ենք մահացած մարդ, որը 2 տարի առաջ մահացել է, նախագահական ընտրությունների ժամանակ ցուցակում չի եղել, հիմա այդ մարդը վերակենդանացել է ավականու ընտրություններում։ Միգուցե տեխնիկական խնդիր է, ես չենք ուզում շտապենք, վերջնական ցուցակներ լինելուց հետո կհայտարարենք նմանատիպ խնդիրների մասին։ Մանուկ, ձեր կարծիքը։ Այդ ահազանգերի մասին մենք էլ ունենք տեղեկատվություն, անգամ որոշակի ինֆորմացիա ունենք, թե հատկապես որ տեղամասերում, որ վարչական շրջաններում է այդ կոնցենտրացիոնը սպասում, զարմանալով ոչինչ չկա, ակնհայտ է, որ քաղաքում չունենալով անհրաժեշտ քանակով քվեներ, իշխանությունները պետք է շրջաններից մարդկանց բերեն, չգիտեմ, խոստումի դիմաց խնդրանքով եւ այլն, բերեն այստեղ գրանցեն, այո, ինչպես Դանիելը նշեց, օրենքի տառը սկզբունքորեն չի խախտվում, բայց դու գործ ունես մի իրավիճակ ես, որ դու ակնհայտ երևույթը տեսնում ես, բայց քանի որ օրենքը չի դատապարտում այդ երևույթը, դու ակամայից սպսես ձեռքերդ կարճ է։ Ուրեմն պետք է նաև մտածել հետագայում օրենսդրական սահմանափակումներ կիրառելու մասին։ Անշուշտ դա մի քիչ բարդ երևույթ է, բայց կարելի է ընտրական ցիկլին վերաբերող ժամանակահատվածում որոշակի սահմանափակումներ կիրառել այս ռիսկը մեկընդմիշտ վերացնելու համար։ Հավետ, համաձայն եք հնչեցված կարծիքների, մասնավորապես Դանիելի։ Ուրեմն ես սպասեմ, որ մենք զբաղվում ենք այդ ցուցակների ճշտման հարցով, մենք արդեն ֆիքսած թվեր ունենք, նախագահականի համեմատ 7000-ով ընտրողների քանակն ավելացել է, իսկ ուրեմն 1100 հոգի վերջին տվյալներով մարդիկ, ովքեր նախագահական ընտրություններին քվեարկել են մարզերում, այժմ քվեարկելու են Երևանի տարածքով, մենք դրանով զբաղվում ենք, բայց ես ուզում եմ մի կարևոր հանգամանք ֆիքսել։ Սա որևէ քաղաքական ուժի զբաղվելու գործ չի, չկա մեր օրենսդրության մեջ այդպիսի պահանջ։ Սա ոստիկանության գործառույթն է։ Եվ եթե ոստիկանապետը կամ նախագահ երկրի դե ֆակտո Սերժ Սարգսյանը ուզում է ապացուցել, որ ոստիկանությունը վերափոխվում է, առաջին գործը ոչ թե պետք է լինի կրոնական, ուրեմն գործառույթները, ծիսակարգերը, որոնց նաև տոն են տալի մեր ցավոք սրտի այլ գործընկերներ, այլ հենց ցուցակների ճշգրտումը։ Շնորհակալություն, հարցս պարոն Բագրատյան ձեզ, բավական ներկայացուցիչները բազմից ընդգծել են, որ այս ընտրությունները քաղաքական են եւ հնարավորություն կա ավականիի միջոցով ձևավորվել հակակշիռներ։ Սակայն քաղաքապետարանը ըստ օրենքի դա վարչական մարմին է, բոլորս գիտենք, ինչպես է հնարավոր ձևավորել քաղաքական հակակշիռ եւ հաշվի առնելով թեկուզ ֆինանսական կախվածությունը քաղաքապետարանի կառավարությունից, ինչպես կարող է նա դառնալ գործադիրին հակակշիռ։ Շատ լավ։ Մենք կողմ ենք, որ անպայման Երևանի քաղաքապետարանի Երևանի ավականիում հակակշիռների մեխանիզմ աշխատի։ Առաջին հերթին դա ավականու կազմից կազմված, այսինքն մենք ենթադրում ենք,
որ ներկայացված քաղաքական ուժերը հնարավորություններ ունեն ներկայացվելու ավականու կազմում։ Մեր գերխնդիրն է, որ որևէ մեկ կուսակցություն 50%-ից ավել ձայն չունենա ավականիում, եւ եթե դա չունենա, այսինքն պատկերացրեք յուրաքանչյուրը 15%-ի չափով քաղաքական ուժերը կարողանան ներկայացված լինել ավականիում, եւ բանավիճային կուլտուրան կբարձրանա, եւ քաղաքակիրթ բանավեճերը, եւ արդյունքում կունենանք էֆեկտիվ կառավարման մոդելներ։ Բացի դրանից մենք նաեւ դեմ ենք, որ ինքնակառավարվող մարմինը իր գլխին վերադաս ունենա կառավարություն։ Մենք համոզված ենք, որ ավականի որոշակի շտկումներից հետո կարող է ինքնաբավ եւ ինքնուրույն լուծել քաղաքի բոլոր խնդիրները։ Շնորհակալություն։ Ավարտվեց առաջին փուլը, մենք անցնում ենք երկրորդ փուլին, որի ժամանակ արդեն նախորդ տեղի ունեցած ներողություն եմ խնդրում, պարոն Հովհաննիսյան։ Ոչինչ, հասկանալի է, երևի ես պայմանները մի քիչ խանգարում են։ Ես ուզում եմ ասել նախ Բարգավաճ Հայաստան կուսակցության ազգային ժողովի ֆրակցիայի անդամներից մեկը, падգամավորներից մեկը օրերս հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ ասում էր, որ այո, մենք չենք ընդունում, որ մեր ավականին լավ է աշխատել, որովհետև մենք չենք խանգարել հանրապետականի ավականու գործառույթներին։ Ես այստեղ ճիշտ ասած իմ շատ մեծ հարց է առաջանում, այլապես ինչու համար են գնացել այնտեղ աշխատելու, եթե ոչնչով չխանգարեն եւ մշտապես կողմ քվեարկեն կամ որևէ ձայն չանեն այն բացասական գործընթացներին, ինչը որ այսօր տեսնում ենք։ Կներեք, պարոն Բագրատյան, նաև չեմ կարող համաձայնվել ձեր այն մտքի հետ, հիմա դուք այսպեսի մի հարց տամ, այսինքն չեք ընդունի, եթե օրինակ ձեր կուսակցությունը ստանա 60%։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Չեք ընդունում։ Ժողովրդի քվեն, այսինքն դուք այլ բառ ժողովրդի քվեն ստիպված ես ժողովուրդն է ձևավորում եմ խնդրում, շնորհակալություն ձեր կարծիքի համար։ Հարցերին արդեն երբ որ կցանկանաք իրար հարց ուղղել, հարցերի ժամանակը դեռ կգա։ Պարոն Եղեզարյան։ Ուրեմն դաշնակցության ծրագրով հենց առաջին կետը վերահսկողական մեխանիզմների ստեղծումն է, այսինքն որը կապահովի հավասարակշռություն Երևանի ավականու մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ, այսինքն լծակների առումով մեկը բյուջեին կտնօրինի, մեկը կվերահսկի եւ միանշանակ սրանից շահելու է Երևանը, շահելու է քաղաքացին, որովհետեւ նմանատիպ ընդդիմությունը, որը մեծամասնություն կազմի Երևանի ավականիում իր քաղաքապետով, մշտապես ճնշման տակ է լինելու համապետական իշխանությունների կողմից եւ դրա համար ինքը ավելի հետեւողական կաշեն եւ ապացուցել որ իր ընտրությունը ճիշտ էր եւ նաեւ հակառակ դեպքում, այսինքն կբերենք հավասար վիճակի, որտեղ իշխանությունը քաղցր բան է, ցանկացած ուժ, եթե հակակշիռ չունի, վտանգը նույն սպառնում է, ինչը որ հիմա հանրապետականն է։ Շնորհակալություն, Մանուկ։ Առհասարակ, եթե մենք փորձում ենք խոսել եվրոպական ինտեգրացիայի մասին, որի միտումները միշտ արձանագրվել են բոլոր իշխանությունների օրոք Հայաստանի, հիմա ներկայումս ինչա տեղի ունենում։ Պետական, եվրոպական երկրների իշխանությունները ձգտում են տարանջատվել սեփական իրավասություններից ու պարտավորություններից դեպի ներքև, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ դեպի վեր դեպի համաեվրոպական վերկուսակցական կառույցներ։ Այսինքն այդ առումով ժամանակակից տենդենսը գնում է թիմերի ամրապնդման առումով։ Հիմա մեզ մոտ ինչ իրավիճակ ունենք, անշուշտ գործող իշխանությունը ցանկանում է Երևանը տեսնել որպես ամբողջ հանրապետության մի փոքր լոկալ մակետ, իր կառավարման մեթոդոլոգիայով, իր կառավարիչով եւ այլն եւ այլն, եւ նույն իշխանությունը չցանկանա տեղում ունենալ լուրջ հակակշիռ։ Հետևաբար ակնհայտ է, ինչպես պարզ օրը, ակնհայտ է, որ պետք է ամեն ինչ անել, որ գոնե այս անգամ գոնե քաղաքապետարանում հասնել բեկման իրավիճակին։ Ավեր, ինչպես կարելի է հակակշռել։ Ուրեմն բռնապետությունները ունեն մի հետաքրքիր հատկություն, որ նրանք ըստ էության ամբողջ պետական կառավարման համակարգը պահում են իրենց վերահսկողության տակ։ Ամբողջովին, անխտիր, ԺԵԿ-ի մակարդակից սկսած մինչև ազգային ժողովը եւ մնացած բոլոր մարմինները, որը հնարավոր է։ Մեկ կետում վերահսկողությունից դուրս բերելը որևէ համակարգի դա մեծագույն հարված է, առավել եւս մեծագույն հարված է նման խալխուլ բնապետության, ինչպիսին Սերժ Սարգսյանի կառուցած բռնապետությունն է։ Դրա տիպիկ օրինակ է նույնիսկ այդ էթիկայի հանձնաժողովի կարգը փոխելը, ձևավորման կարգը փոխելը, նույնիսկ դա չուզեցան իրենց վերահսկողությունից դուրս տանելու։ Վերցնելով Երևանը հանրապետական հանցագործների ձեռքերից, մենք ազատագրելու ենք Հայաստանը։
Շնորհակալություն Դանիել։ Հա, ես համաձայն եմ Ավետի հետ, նույն էթիկայի հանձնաժողովը ցույց տվեց, որ նույնիսկ էթիկայի հանձնաժողովը, որ տվեցին Նիկոլին ու մի քանի ամիս Նիկոլի ղեկավարության տակ էր, հասկացան, որ այդ իրանց համար մի կաշմար բան է, ու միանգամից բան ամեն ինչ արեցին, որ հետ վերցնեն։ Ես ուղղակի ուզում եմ անդրադառնամ այն հետաքրքիր տեսարան, որ այստեղ եղավ, օրինակ երկիրը բավականին տեղին քննադատեց Բարգավաճին, հա, կոպիտ ասած, թե ինչ էր անում Բարգավաճի խմբակցությունը 4 տարի Երևանի ավականիում։ Ի պատասխան դրա Թե միասին եք արտահայտում այդ կարծիքը։ Ես այդ կարծիքի հետ համաձայն եմ։ Ես նաև համաձայն կլինեմ հակառակ կարծիքի հետ, որովհետև օրինաց երկիրն էլ, եթե ես հիմա հարցնեմ, թե ինչով է օրինաց երկիրը հիմա տարբերվում կամ հակակշռում հանրապետականին ազգային ժողովում, ես կարծում եմ, որ պատասխան չի լինի։ Այսինքն բավականին հետաքրքիր շոու է, էլի։ Շնորհակալություն հետաքրքիր կարծիքների համար եւ մենք անցնում ենք երկրորդ փուլին։ Երկրորդ փուլում ինչպես արդեն նախորդ տեղեկացրել ենք, մասնակիցները իրենք են հարցում մեկը մյուսին նախորդ տեղի ունեցած վիճակահանության միջոցով։ Պարոն Հովանեսյան, խնդրեմ ձեր հարցը։ Իմ հարցը ուղղված է Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, հա, նոր անվանմամբ։ Ես ուզում եմ իմանալ, հարգելի պարոն Պողոսյան, ինչպես եք դուք գնահատում ժառանգությանը եւ այսօր արդեն Բարև Երևանին քաղաքական դաշտում անդիմություն, թե որևէ այլ ձևակերպում կտակ, խոսքը այստեղ վերաբերում է Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ անդիմությունը չի կարող երբևէ քննադատել անդիմադիր մեկ այլ ուժի։ Դա այդ պարոն Զուրաբյանի այդ ասվածը ամբողջովին ասված է եւ ավելացնելու կարիք չկա։ Մենք ունենք միակողմանի պատասխանատվություն ենք վերցրել մենք, ուրեմն քննադատության թիրախում պահել առնվազն նախընտրական շրջանում, քննադատության թիրախում պահել բացառապես հանրապետական կուսակցությանը, նախորդ ընտրությունների մենք նաև այլ ուժերի էինք քննադատության թիրախում պահում նաև ձեզ, ուղղակի հիմա ես կարծում եմ օրինակ երկիրը իսկապես կարելի ասել զրոյական քաղաքական ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական դաշտում, այդ պատճառով մենք դրանով էլ չենք զբաղվում։ Ձեր հարցին եմ պատասխանում, մենք որևէ կերպ չենք պատրաստվում անդրադառնալ որևէ ընդդիմադիր ոչ իշխանական ուժի գործունեությանը նախընտրական շրջանում, այդ թվում նաև ժառանգության գործունեությանը։ Շնորհակալություն։ Ավետ, ձեր հարցը։ Իմ հարցը, եթե չեմ սխալվում, Բարգավաճ Հայաստան կուսակցությանն էր ուղղված, ես մի քիչ ավելի լայն հարց կփորձեմ տալ, պարոն Բագրատյան, դուք գիտեք, որ Հայ ազգային կոնգրեսը ռեստրուկտուրիզացիայի շրջան անցավ, շատ պատճառներ կային դրա համար, ես կարող եմ ասել ընդհանուր առմամբ ինչ հարցեր մենք լուծեցինք, քանի որ մեր դաշինքը ուրեմն բավականին լայն ֆորմատով էր եւ իրավական առումով բավականին դժվար կառավարելի, մենք իշարք այլ հարցերի լուծեցինք նաեւ Բաղրամյան 26-ի այս կամ այն չափով ազդեցության խնդիրը Հայ ազգային կոնգրեսի ուրեմն ներսում ինչ որ քայքայիչ գործողություններ անելու համար։ Հարցս հետեւյալն է, չեք կարծում, որ բոլոր հակահանրապետական քաղաքական ուժերը ունեն այս process-ը անցնելու կարիք եւ մասնավորապես ինչ եք կարծում, արդյոք նույն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինչ որ ռեստրուկտուրիզացիայի կարիք ունի եւ արդյոք պետք է սպասել դրան։ Ձեր կուսակիցների կողմից մի քանի անգամ այդպիսի հարցեր բարձրացվել են նաեւ։ Շատ լավ, ինձ համար հարցը հասկանալի է, ուղղակի ֆորմատը ձևաչափը, որ ընտրված է Հայ ազգային կոնգրեսում, Բարգավաճ Հայաստանում քիչ այլ կերպ է այդ ֆորմատը գործում, ավելի շատ ոչ թե վերաբերմունքը Բաղրամյան 26-ի նկատմամբ են ճշտում, այլ ավելի շատ բյուրեղացման process-ն է գնում, որը իհարկե ձեր ասացի մի այլ տարբերակն է, այլ ձևաչափ է, որովհետև դուք բոլորս գիտենք, որ քաղաքակուսակցությունների մեջ կան նաև անհատներ, որոնք դեռևս պատրաստ չեն քաղաքական լուրջ գործընթացներին ակտիվ մասնակցեն։ Այսինքն, այնք մարդիկ են, որոնք բոլոր կուսակցություններում կան որոշակի իրենց խնդիրները լուծելու պատահապաշտական ինչ-որ նպատակներով։ Այս սրանք պետք է փորձենք մաքրել այդ խավը, որովհետև նրանք անելիք չունեն քաղաքական դաշտում։ Քաղաքական դաշտը ենթադրում է նաև կոշտ պայքար, քաղաքական դաշտը ենթադրում է նաև, գիտեք, ռեպրեսիվ մեթոդոլոգիա, այսինքն ինքնամաքրման եւ ինքնաբյուրեղացման ճանապարհը բոլոր քաղաքական ուժերին պետք է անպայման ուղեկցի, մենք նույնպես այդ ճանապարհը անցնում ենք։ Պարոն Բագրատյան, ձեր հարցը։ Իմ հարցը ուղղված է Հայ Ափղական Դաշնակցությանը։
Պարոն Եղազարյան, ես ինձ շատ հետաքրքիր վերջի ելույթներում հատկապես Արմեն Ռուստամյանը փորձում էր կոնսոլիդացիոն այս ֆոնը ապահովել այլ ֆորմատով, ասենք պայմաններ էր դրվում, որտեղ ճիշտ ասած ես նկատեցի որոշակի սևի սպիտակի հարաբերություն։ Չեք կարծում, որ մենք այն քաղաքական ուժերը, որ մենք համագործակցեցինք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մենք լիարժեք ի վիճակի ենք ապահովելու եւ նախընտրական եւ հետընտրական մեր կոնսենսուսային հարաբերությունները։ Ես այդ կարծիքին եմ, փորձեի հասկանալ նաեւ ձեր մոտեցումը այդ հարցին։ Բնականաբար դաշնակցությունը միշտ մշտապես այս 1 տարին կարելի է գոնե նկատել, որ միշտ փորձել է համախմբել դաշտը, լինելով մեր այսպես ստանձնելով Մերանի դերը, բայց այստեղ խնդիրը ուրիշ է, ուզում ենք հավատանք բոլորի անկեղծությանը, նաև թող բոլորն էլ նաև մեր անկեղծությանը հավատան։ Դրա համար մենք որոշակի այդ սև ու սպիտակի տարանջատու որ դնում ենք, ասիկան մենք պետք է հասկանանք, լավ, ինչի ենք գնում ենք Երևանի ավականում, տեսեք, ամեն մեկս առանձին կարող է բացարձակ մեծամասնություն չհասնենք, բայց այդ պահում ենք ինչի համար, որ հետո կարողանալու ենք համագործակցել, կարողանալու ենք մենք միասնական նաև հետընտրական շրջանում միասին լինել։ Դրա համար այդ սև ու սպիտակի որոշակի սահման դրվեց, որը իմիջիայց ասեմ, հակից արձագանք կա։ Մենք տեսնում ենք լրատվության, որ հակնել են նույն մոծով, այսինքն մենք չենք համագործակցել, ոչ թե չենք համագործակցելու, մաս չենք կազմելու այսօրվա քաղաքական մեծամասնություն կազմող ուժի հետ։ Սա միանշանակ մեկ հատակ, մենք հստակ ընդդիմադիր ենք, մենք ուզում ենք համոզվենք բոլորն այդ ֆորմատի մեջ են եւ միասնական հաստատ իրար վստահելով կարողանանք արդյունքի հասնել։ Պարոն Եղազարյան, ձեր հարցը։ Այ համարյա այս հարցի ոնց որ շարունակություն է ստացվում, իմ հարցը օրինաց երկիր կուսակցությանն է։ Օրինաց երկիր կուսակցությունը ներկայիս քաղաքական իշխող ուժի հետ կոալիցիայի մեջ է, բայց այս ընտրությանը ինքը մասնակցում է իր ձայների համար։ Մենք ուզում ենք հասկանանք, ինչքանով է տեղամասերում ՕԵԿ-ական հանձնաժողովի անդամներ վստահված անձիկ կանգնած սկզբունքային իրենց տեղերում եւ համագործակցելու ժամանակ ավելի ում հետ կհամագործակցեն, ընդդիմադիր թե գլխավոր քաղաքական իշխող ուժի հետ, որովհետեւ վերջ-վերջո գործընկեր եք, մի քիչ մեր համար անհասկանալի է, ուզում ենք հասկանանք։ Պարոն Եղազարյան, նախ ուզում եմ ասել, որ ոչ միայն այս ընտրություններին, այլ օրինաց երկիրը ցանկացած ընտրության մասնակցել է առանձին իր քաղաքական թիմով, իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովներում վստահված անձանց հանձնաժողովի անդամներին, ապա ես ասեմ, այստեղ մենք համագործակցելու ենք նախ եւ առաջ արդար, ազնիվ ընտրություններ անցկացնելու գաղափարի հետ։ Այսինքն համագործակցելու ենք բոլոր այն մասնակիցների հետ, ովքեր որ կանգնած են լինելու, իրապես կանգնած են լինելու, այլ ոչ թե այսպես ասած փորձելու են տակից խաղեր տալով իրենց նպատակին եւ արդյունքները ապահովելուն հասնել։ Այսինքն մենք, ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ես Շենգավիթ համայնքի պատասխանատվության դաշտում եմ գտնվում եւ ասում եմ, որ Շենգավիթում, եթե կունենաք այնտեղ տեղեկատվություն, տեսնեք, որ օրինաց երկիր կուսակցությունը իրավամբ կանգնած է լինելու արդար ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ։ Շնորհակալություն, Մանուկ, ձեր հարցը ում է ուղղված։ Վիճակահանությամբ ես պետք է հարց ուղղեմ Բարև Երևան դաշինքին, Դանիելից Հովհաննեսյան կուզենայի հետևյալ հարցի պատասխանը ստանալ, այ նախորդին Բարև Երևան դաշինքի հանրահավաքը կեսից հայտարարվեց, որ դա հանդիպում է կենտրոն համայնքի բնակիչների հետ, այնքան սակավամարդ է։ Արդյոք չեք գտնում, որ նախագահական ընտրությունների հետ կապված այդ անսպասելի այդ մուլտիպլիկատիվ էֆեկտի էյֆորիան անցել է վաղուց եւ ժամանակն է գալ առավել կոնստրուկտիվ դաշտ, այդ սրբազան կարգավիճակից փոքր-ինչ դուրս գալ, թեպետ պարոն Հովհաննեսյանը միշտ ասում է, որ առանձնահատուկ իրենց չեն վերա, բայց իրականում ներկա տենդենսները այդպեսին են։ Գալ ավելի ռեալության դաշտ եւ հայտարարել համատեղ մեծամասնություն ունենալու դեպքում քաղաքային ավականում, անկախ կուսակցական պատկանելությունից բոլորով միահամուռ քաղաքապետ ենք դարձնելու ոչ հանրապետական տեխնացուին։ Արդյոք ժամանակը չէ գալ ավելի կոնստրուկտիվ դաշտ, պարոն Հովհաննեսյան։ Որպես ավականու տեխնացու, եթե հենց հիմա Մանուկ ջան այդ քո գրած տեքստը գրեիր, ես դա կստորագրեի։ Գրված հանձնված է պարոն Արմեն Մարտիրոսյանին, ստորագրված չի մինչ օրս։ Ուրեմն, տեսեք ինչու՞մն է խնդիրը։
Երեկվա հանրահավաքը անգամ մենք ամենա ակնառու ակտիվիստներս հազիվ ենք դիմանում այդ արևին։ Այ որ հարցնեք թե ինչ էր ժամը 3-ին ընտրված այդ արևային օրով, դա իհարկե ուրիշ հարց է, այդ ավելի օբյեկտիվ հարց կլինի, բայց այն որ այդ միտինգի օպտիմալ ժամ չեք կարում դնեք, ուզում եք քաղաքը ղեկավարեք, հրաշալի։ Չէ, այն որ սա որպես հումոր, ոչ ավելի։ Այն հանգամանքը, որ այդ արևի տակ այնուամենայնիվ հավաքվեց ժողովուրդ, իսկ ժողովուրդ հավաքվեց, միտինգը տեղի ունեցավ, դա շատ մեծ հաջողություն էր, որովհետև մենք հազիվ էինք դիմանում այդ արևին։ Շատերը միջև հաջորդ օրը հավաքի ժամը 6-ին Շարլ Ազնավուրի հրապարակ կտեսնեք եւ ավելի զովը եւ ավելի մարդաշատ, չկասկածեք։ Շնորհակալություն։ Դանիել, ձեր հարցը։ Ես նաև շարունակելով հարցի պատասխանը ձևակերպեմ հարցս, իհարկե Տարոն Մարգարյանը չպետք է լինի քաղաքապետ։ Իմ համար ավելի նախընտրելի կլինի քաղաքապետ ոչ իշխանական որևիցե ուժից, ասենք եթե ինձ հարցնեն ով եք ուզում լինի քաղաքապետ Վարդան Օսկանյանը թե Տարոն Մարգարյանը, ես կասեմ Վարդան Օսկանյանը։ Եթե ասեն ում կուզենաք լինի քաղաքապետ, ենթադրենք Արմեն Ռուստամյանը թե Վարդան Օսկանյանը, ես երևի կասեմ Արմեն Ռուստամյանը, բայց դա արդեն ավելի երկրորդական է։ Առաջինն այն է, որ չպետք է լինի Տարոն Մարգարյանը, չպետք է լինի Հանրապետականը։ Այստեղ համաձայն եմ, այստեղ չկա երկու կարծիք։ Խնդիրը այլ է իհարկան։ Հարցը Դանիել։ Այ տեսեք, ինչպիսին եք կարծում բաշխումը ձայներ։ Ես կանխատեսում որպես նկատում։ Հա, չէ, ես հարցս իրականում մի քիչ ուրիշ է։ Ինչպես եք կարծում, արդյոք այն ձայների բաշխումը, որը տեղի է ունենալու, թեկուզ ամենաարդար քվեարկության պայմաններում, իրոք ձայների նորմալ բաշխում կլինի։ Այսինքն, եթե իրոք այդ օրը լինի իդեալական, եվրոպական իրոք բոլոր չափանիշներին համահունչ ընտրություններ, արդյոք դա կլինի ձայների այն բաշխումը, որը քաղաքացիների ցանկությունների արտացոլումն է։ Լավ, հասկացա։ Նախ կուզենայի առաջին արձանագրել, որ դուք շատ ավելի կոնստրուկտիվ դաշտում եք, քան ձեր կուսակցության շատ կարկառոն ներկայացուցիչները, ինչը ողջունելի է։ Այսպեսի մի պարզ իրողության հետ գործ ունենք։ Ցանկացած ազատություն եւ ցանկացած իրավունք ոչ մի ժողովրդի, ոչ մի իշխանավոր հենց այնպես չի տվել։ Ցանկացած ժողովուրդ պետք է պայքարի այդ իրավունքների ազատությունների համար։ Այս պարագայում մենք չունենք այն պատրանքները, որ հանկարծ միանգամից այս իշխանությունները վեր են կենալու, ու այդ չի լինի, դա կախված է մեզանից։ Ինչքանով լավ աշխատեցինք, ինչքանով համագործակցեցինք, ինչքանով ամբիցիաները նվազեցրեցինք եկանք ընդհանուր հայտարարի, այնքան լինելու են իրականությանը մոտիկ։ Այո, ավետը ճիշտ ասեց, կան արդեն իսկ իրողություններ, որոնք ստվերել են ընտրությունները։ Ես համաձայն եմ, ես ուրիշ վերաբերում է բոլոր արդյունքների բաշխման հետ, որքանով մենք լավ աշխատեցինք ու չկապելով յուրաքանչյուր ուժ իր ձայները պահի։ Ես չեմ թույլ տա նաև, որ որևիցե անհարկի կերպով հանրապետականի քվե դրի մեկ ուրիշ կուսակցության կամ բան։ Վերաբերվում էր ավելի շատ կարծրատիպերին։ Կարծրատիպը արդյոք, որի մասին նաև դու ասցիր, արդյոք այդ կարծրատիպերը Դանիել, ժամանակը ավարտված է։ Մարդկանց քվեարկել ավելի շատ, ես ավարտեմ, չեն ստիպում մարդկանց քվեարկել այն ուժերին, որոնք ավելի մեծ հնարավորություններ ունեն, ոչ թե այն ուժերին, ովքեր ավելի լավ ծրագրեր։ Ես ներողություն եմ խնդրում, ուղղակի ժամանակը ավարտված է եւ մենք չենք կարող այլևս շարունակել այս հարցերը։ Ես հայտարարեմ, որ մենք անցնում ենք առաջի երկրորդ փուլի երկրորդ մասին, որի ժամանակ արդեն ցանկացած կուսակցության ներկայացուցիչ, ցանկացած մեր մասնակից հնարավորություն ունի հարց ուղղել նրան, ում որ ինքը ուզում է։ Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ ձեր հարցը եւ ասեք ում եք ուզում, ում եք ուղում։ Այսինքն մեկ հարց է ընդհանրապես։ Իհարկե, մեկ հարց։ Ինչեսնեմ, ես քանի որ գտնվում ենք նույն տաղավարում եւ մեկ ներկայացուցիչ։ Նույն գրեթե մարդկանց հետ ես ուզում եմ հարցս ուղղել Մանուկ Սուքիասյանին։ Նախորդ անգամ այստեղ նա խոստացավ, որ կպատրի օրինաց երկիր կուսակցության բոլոր պաստառները քաղաքում։ Արդյոք կատարել է իր խոստումը եւ տալ պարզաբանը։ Բայց եթե պատրեր ինքը կգործեր օրենքի դաշտ։ Ինքը ասաց, որ վարչական պատասխանատվություն գիտի Մանուկ մասն է խոսքը։ Ուրեմն հավատացեք, մեր կուսակցության հույսը այն չի միայն, որ ես գամ այստեղ ինչ որ բան ասեմ ու նստենք սպասենք տեսնենք օրինաց երկիրը որքանով է ռեակցիա տալիս մեր ասածին։ Դե բարձաբանում, խնդրում եմ ժամանակից, դե բարձր պատասխանեմ կիմանաք, խնդրում եմ զուգահեռ մի խոսեք ինձ հետ։ Երբ որ ուրեմն մեկ այդ հայտարարությունը դուրս ենք եկել, տեսել ենք մեծամասնության, որտեղ որ ձեր պաստառը փակցված է մերի վրա, գերակշիռ մեծամասնությունը ձեր իսկ կուսակցականների կողմից, այո, այդ խնդիրը խնդրեմը վերացվել է, բայց այո, կային նաև տեղեր նկարահանված ունենք մանկավարժական համալսարանի պատին, որտեղ գնացել Երիցյան Արմենի նկարը փոկել ենք, տակից հայտնվել է մեր նկարը, այսինքն անգամ մի բանը որ ստանձնել եք, որ պետք է շտկեք, անգամ դա նորմալ միջև է, չեք կարողացել անել, եւ մեր խնդիրը ոչ թե սկանդալ սարքելն էր, այլ ընդհանրապես մեր պլակատների տեսանելիությունը ապահովելը։ Ինչը մենք արել ենք, ու առհասարակ այդ պլակատների հետ կապված այդ տախտակները արտացոլում են քաղաքական դաշտի ողջ, ասենք, հմայքը ճակերտավոր։
որ կարելի է կպցնել մեծ պլակատներ, 2 հատ, 3 հատ, ուրիշի պլակատի վրա։ Այդտեղից երևում է զորբայությունը, որը հատուկ է մեր քաղաքական դաշտին։ Ձեր հարցը ևում եք ուղում։ Եվ կարող դաշինքին ուղեմ հարցը, դուք կարողացել եք բոլոր տեղամասերում ապահովել հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձիկ, որ վստահ դրանք, այսինքն մարդ կարող է ապահովեցնել, բայց վստահ որ դրանք հենց ձեր շահերը պաշտպանող մարդիկ են լինելու։ Հասկանալ է։ Մարդիկ պաշտպանել են ոչ թե մեր շահերը, մարդիկ պաշտպանել են օրենքի շահերը։ Ես ուզում եմ մի օրինակ բերել, ազնվությամբ պետք է ասեմ, նախագահական ընտրություններին ես ինքս կարծեմ տեղամասի համարը 3-ի 24 տեղամասներ։ Ես ինքս եմ ականատես եղել, թե ինչպես էր ուրեմն դաշնակցական հանձնաժողովի անդամը, ով կարծես թե կուսակցական շահ այդտեղ ընդհանրապես չուներ, պահում էր տեղամասում օրինականություն եւ պահում էր իրոք կռիվանելով։ Եվ ես ակնկալում եմ, որ բոլոր այստեղ այս շարքում, հա, այս կողմը կանգնածներից բոլոր հանձնաժողովի անդամները, բոլոր վստահված անձին կգործեն այդպես։ Ես հատուկ օրինակ բերեցի դաշնակցության հանձնաժողովի անդամին եւ ոչ թե ժառանգության բազմաթիվ հանձնաժողովի անդամներին, ովքեր կրկին պայքարում են, որպեսզի ընդգծեմ, որ նախ ես ուզում եմ, որ այդ համագործակցությունը լինի, ես ուզում եմ, որ բոլորը լինեն հենց այդ մարդու պես, եւ ես վերջացնելով հարցից պատասխան ասեմ, որ այո, բոլոր տեղամասերում նշանակված է, բոլոր տեղամասերում մեր առավելագույն վստահելի կադրերն են։ Մանուկ, ձեր հարցը։ Բոլոր 464 տեղամասերը ծածկած են։ Ես երևի թե հարցս ուղղեմ պարոն Եղազարյանին, դաշնակցության մեր գործընկերոջը, այլ պարոն Ռուստամյանը կրկին այդ դեպքում սխալվում նաև այսօր ասուլիս է ունեցել, բարձրաձայնել այդ համատեղ բանի հետ կապված։ Խնդրում եմ ինձ ասեք, առավելագույն հա այն չափը, որը ասենք դուք պատրաստ եք գնալ համագործակցության։ Հարցը երևի մի քիչ չգիտեմ, հեռատորական է հնչում, բայց ես ուզում եմ հասկանալ, լավ, անկեղծություն կասկած չկա։ Այն առավելագույն չափը, որը պատրաստ է մենք գոնե այս անգամ, որպեսզի առաջիկա 4 տարիների նորից եմ ասում, միայն ճանճի տզոց է լսվելու քաղաքական դաշտում, այն առավելագույնը, որին պատրաստ է հայ-աղափական դաշնակցությունը, որ մենք գանք ընդհանուր մերանի դերը որ հասկացա։ Հենց մեր անկեղծության մասին խոսում է նախընտրական շրջանի սկզբում, երբ որ դաշնակցությունը հայտարարեց, որ ցանկանում է միասնական ընդդիմությունը գնա ընտրության եւ պատրաստականություն հայտեց մինչեւ անգամ առաջին տասնյակում ոչ մի դաշնակցական միասնական ցակում չլինի եւ քաղաքապետը լինի ցանկացած մեկից, միայն կայանա այդ միասնությունը։ Կարծում եմ սրանից առավել բան, ես վստահություններ շնչելու չէի կարող ասել։ Շնորհակալություն, Ավետ, ձեր հարցը։ Ես հարցս մեծ հաճույքով կուղեի այն դատարկ տեղին, միևնույն է նույն պատասխան չենք ստանա, դրա համար պետք է։ Այսինքն եթե այնտեղ նույնիսկ որևէ մեկը կանգնած լիներ, էլի պատասխան չենք ստանալու, բայց նրա կողքի կանգնած ուրեմն ոչ դատարկ տեղը հարգարժան պարոն Հովհաննիսյանի, ես հարցս կուղեմ այդ ուղղությամբ։ Դուք գիտեք, որ Հայ ազգային կոնգրեսը դիմել է գլխավոր դատախազություն, Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը ստուգելու հարցով մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ այնտեղ առկա են եւ փողերի լվացում, եւ յուրացումներ, եւ շատ ծանրագույն հանցագործություններ, եւ վարույթ է ընդունված այդ գործը։ Ես կուզենայի օրինաց երկրի կողմից այդ փաստին գնահատականը լսել։ Պարոն Հովհաննիսյան։ Դեք փաստի գնահատականը ավելի ճիշտ կլինի իրավապահ մարմինների իրականացրած գործընթացից հետո, որ մենք կարող ենք ավելի ստույգաբար ասել, որովհետև եթե իրոք հարցը արդեն դրված է տվյալ համապատասխան դատախազական մարմիններում քննարկման, ապա ես կարծում եմ պետք է այստեղ ակնկալել անաչառություն, որտեղ գիտեք, ի վերջո ժողովուրդը հոգնել է շատ ու շատ բաներից, այսօր քաղաքական, նախընտրական քարոզություն մարդը այսօր Երևանում արդեն չի ուզում ապրել այն կարգավիճակում, որ իր հարևանությամբ ապրող մարդը ապրում է դղյակում, իսկ ինքը օրվա հրատապ հարցի կարգավորման լուրջ հիմնախնդիր ունի։ Իսկ ինչ պետական է, եթե ֆիքս եք։ Գիտեք, ցավոք սրտի ոչ միայն այսօր բոլորս ոչ օրինացից չէ, ընդհակառակը, գիտեք, ավելի լավ է տեսնել սեփական աչքի, ոչ թե դիմացինի աչքի գերանը։ Ես մեծ հաճույքով մեր քաղաքապետի տեխնացու պարոն Խաչատրյանի մենք էլ ոչ կոռուպցիա եւ ոչ կաշառակերության հետ կապված որևէ ներկայացված։ Դանիել, ձեր հարցը եւ ում եք ուղում ձեր հարցը։ Ես կրկին իմ հարցը մեծ հաճույքով կուղեի եւ ոչ միայն ես համոզված եմ շատերը մեծ հաճույքով կուղեին
ՀՀԿ-ին, ես իմ հարցը այնուամենայնիվ ուղղեմ ԲՀԿ-ին։ Պարոն Բագրատյան, դուք այնուամենայնիվ որ դաշտում եք ձեզ տեսնում եւ ոչ միայն ինչքան ես եմ հասկանում, ձեր կուսակցությունում այդ կարծիքը միարժեք չի, հա, որովհետեւ այնուամենայնիվ մենք տեսնում ենք Երևանի ավականում Եթե համաձայն չլինեք իմ ասածների հետ իհարկե անդրադարձեք, ես հարցս ավարտեմ։ Քննարկում կազմեք։ Այդ տեսեք, օրինակ Երևանի ավականիում դուք ունեք խմբակցություն, եթե չեմ սխալվում 17 հոգանոց, որը բազմաթիվ որոշումներ են եղել, որոնք այժմ ձեր քննադատության թիրախ են դարձել, եւ այդ քննադատության տակ ես պատրաստ եմ ստորագրել, բազմաթիվ որոշումներ են եղել, եւ այդ որոշումներին դեմ ես չեմ նկատել, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը գնա ազգային ներողություն Երևանի ավականու։ Եվ այստեղ ես այս ֆոնին եմ ես ուզում հարցը տալ։ Եթե դուք ձեզ տեսնում եք արդյոք դուք ձեզ տեսնում եք ընդդիմադիր դաշտում, եւ եթե դուք ձեզ տեսնում եք ընդդիմադիր դաշտում, այդ դեպքում որ դաշտում է Երևանի ավականում գործող ձեր խմբակցությունը։ Ինչու ինքը դեմ չէր գնում այդ բոլոր որոշումներին, Մաշտոցի պուրակում 3 ամիս մարդիկ կռիվ էին տալիս, ձեր խմբակցությունից շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Ինչ էր անում ավականին, այո, որ դաշտում էին։ Որ դաշտում էր ավականին, ուրեմն Երևան քաղաքում դուք ճիշտ եք նկատել, որ 17 հոգի են։ Իսկ գիտեք հանրապետական խմբակցությունը քանի հոգի է։ 33 կարծում։ 35։ 35։ Հիմա լսեք ինչ եմ ասում։ Ուրեմն ես դեռևս չգիտեմ, օրինաց երկրին եմ դա պատասխանում։ Իրանց սխալ հարց անդադ հնչեցնում են, սոփեստություն եմ համարում սա, երբ որ գիտես դու փոքրամասն ես ոչինչ չես կարող անել։ Ձև անել, որ ես էի ամեն ինչ կանեի, սա լուրջ չի։ Ժառանգության 6 հոգանոց խմբակցությունը ազգային ժողովում ամեն հարցի վերաբերյալ համապետական շուխուր էր բարձրացնում։ 17 հոգանոց չէ, շատ հաճախ արդյունք ստանում են։ Դերասան չենք որ ժամանակ կա։ Մենք կոնկրետ գործով ենք զբաղված։ Ավականիում քանիցս կոնկրետ ավականու ես կարող եմ այդ առաջարկները ձեզ ներկայացնել է եւ արգելափակվել։ Քանի որոշման եք դեմ գնացել։ Հիմա ուրեմն ձեր հարցը հանրապետականի քանի որոշմանա ձեր ավականու լսեք պատասխանեմ ձեր հարցը շատ բարդ չէ որ շատ մտածեմ ձեր հարցը շատ բարձունակ հարց է եւ պարունակում է հետեւել պատասխանը շատ բարձ հարց է Պարոն Բագրատյան ձեր ասելով եթե հանրապետականն ասում է եկեք Երևանի քաղաքի աղբահանման համար նախատեսեք օրինակ 1 միլիոն դրամ դի Բարգավաճ ասի էս ինչ վատ բան եք անում հա ձեր այդ կարծիքին եք այսինքն եթե նորմալ հարցում քննարկվել են մարդիկ հանցագործություն են արել իսկ եթե քաղաքին դեմ որևէ առաջարկ ա վստահ եղեք որ Բարգավաճը չի քվեարկել Պարոն Բագրատյան ձեր հարցը իմ հարցը պարոն Հովհաննիսյանի Իհարկե ես այդ հարցը ուղղում եմ նաև չեք կարող մեկին պետք է մեկին հա բան հարակից զեկուցող որպես ուզել ժառանգություն է Այս ավականի հարցը ինչքան եք որոշել այդպես դնեք սեղանին անընդհատ ես քանի լսում եմ դուք միայն ձեզ հուզումը Երևան քաղաքի ավականիում Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության խնդիրը Այս խնդիրը ձերով պատմական առաքելություն եք համարում թե ասեք որոշել եք օրինակ ընտրությունից հետո այլևս այդ մասին չխոսել օրինակ թե ընտրությունից հետո եթե ձեր խմբակցությունը ես ենթադրում եմ որ 7 հոգի կունենաք այդ 7 հոգով ձեր կարծիքով Երևան քաղաքի բոլոր խնդիրները լուծելու եք այդ կարծիքին եք թե ոչ Հարակից զեկուցող որպես Կարծում եմ օրինաց երկիր կուսակցությունը ոչ հարակիցի ոչ էլ չգիտեմ կրծեր ու ավակի կարիքը չունի ես պատասխանեմ Գիտեք ոչ քարոզչության ընթացքում մենք հիմնականում զբաղվել ենք բուն քարոզչությամբ եւ ոչ թե հակաքարոզչությամբ Պարոն Բագրատյան ես կարծում եմ որ այսօր խոսքը միայն չի վերաբերվում Երևանի ավականում միայն կայացրած որոշումների քվեարկությանը այսինքն այսօր ձեր 17 հոգանոց ավականոց ես չգիտեմ որևէ մի ավականի որը իր իրավունքների դաշտում գործնեությամբ զբաղված լինի այն առումով որ օրինակ ավականին իրավունք ունի յուրաքանչյուր ամիս հասարակության շերտերի հետ հանդիպելու այսինքն Արման Վարդանյան այսօր կանոնազգանում Չգիտեք, ես ապրում եմ մի թաղամասում, որտեղ որևէ ավականու, որևէ բնակիչ չի ճանաչում, պարոն Բագրատյան։ Խոսքը սրան է վերաբերում նախ եւ առաջ եւ ոչ թե ավականում միայն կայացած կոալիցիոն գործընկերների Շնորհակալություն։ Իհարկե ոչ, չի կարելի, չի կարելի։ Խոսքը չի վերաբերվում հարակից։ Այստեղ ներողություն եմ խնդրում։ Չարևարման կարգ ուզելով։ Ներողություն եմ ես խնդրում, ուղղակի մենք ունենք ֆորմատ, որին պետք է հետևել։ Շնորհակալություն ձեզ հարցերի համար։ Ես ուղղակի տեղեկացնեմ, որ ավարտեց մեր բանավեճը որը նվիրված էր ավականու ընտրություններին, սա մեր վերջին բանավեճն էր
ընտրական, նախընտրական փուլին նվիրված, որի մասնակցում էին 6 կուսակցությունների ներկայացուցիչները՝ Հովհաննես Հովհաննիսյանը Օրինաց երկիր, Արթուր Եղիազարյանը Հույդա, Մանուկ Սուքիասյանը Առաքելություն, Ավետ Պողոսյանը ՀԱԿ, Դանիել Լևանեսյանը Բարև Երևան եւ Սերգեյ Բագրատյանը ԲՀԿ։ Շնորհակալություն եմ խնդրում հայտնում ձեզ ակտիվ քննարկման համար եւ ցտեսություն։